Area 51, ամենագաղտնի եւ ամենավտանգավոր վայրը աշխարհում, որտեղ էլ ես այսօր այցելելու եմ։ Area 51-ը կամ հայերենով գոտի 51-ը հայտնի է իր մի շարք այլ մոլորակայինների պատմություններով։ Աղում է տակով անցնեմ։ Չաղա էսի դեբիլ է։ Կես տարի կգնամ բանտ կնստեմ $1000 չտրավ զատո լավ կոնտենտ կունենամ։ Մարդիկ պնդում են, որ տարածքում շատ հաճախ հայտնվում են այլ մոլորակայինի թռչող ափսեներ եւ գիշերները մոտակայքում լսվում են անսովոր եւ տարօրինակ ձայներ։ Եթե փորձես հատել Area 51-ի սահմանը, ապա տարածքում գտնվող դիպուկահարները իրավունք ունեն քեզ միանգամից կրակելու եւ սպանելու։ Ասում են Area 51-ը միակ վայրն է աշխարհում, որտեղ այլ մոլորակայինները կարողանում են իջնել։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է այդ ինֆորմացիան հնարավորինս գաղտնի պահել ամբողջ աշխարհից եւ մարդկանց ասել, որ գոտի 51-ը ընդհանրապես ռազմական բազա է։ Բայց եթե իսկապես այդ ամենն այդպես է, ապա ինչու վայրը ջնջել քարտեզի վրայից։ Այո, դու ճիշտ լսեցիր։ Տարածքն այնքան գաղտնի է, որ այն ուղղակի անհնար է գտնել քարտեզի վրա, քանի որ Area 51-ը գոյություն չունի։ Ամերիկան ուղղակի վերացրել է քարտեզի վրայից։ Դա այնքա։ Հուրսորը, Օրո սիրտս, ըստեղ ունելա ահավոր վտանգավոր է հելան։ Օրեն ինչ լույսա վերվարում։ Ռաֆո! Օրեն ինչա։ Գնալու ես ինչ անես, դու կրակեն։ Փակի դուռը, պապ նստիկ չի, պապ։ Այսօր ես այցելելու եմ այնտեղ, որպեսզի միասին անցկացնենք հետախուզություն, բարձելու համար արդյոք այս ամենը ճիշտ է եւ արդյոք այս վայրը կապված է այլ մոլորակայինների հետ։ Ինձ շատ դժվար է լինելու այնտեղ հասնելը ու իրական դարպասները գտնելը։ Ես ունեմ քարտեզի շատ մոտավոր կոորդինատներ, բայց տարածքում գտնվող տեղացիներից պետք է հարցնելով փորձեն գտնել հստակ վայրը։ Ով չգիտի, ես սկսել եմ նոր նախագիծ, որտեղ տուն մեքենայով շրջում եմ Ամերիկայով եւ այցելում ամենավտանգավոր եւ ամենաառեղծվածային վայրերը։ Այս պահին դու դիտում ես երկրորդ էպիզոդը, որը խոստանում եմ թեժ է լինելու։ Եկեք ընկնենք ճանապարհ։ Վերջապես ժամանակն է գնալու Area 51։ Մենք կրակների հովիտից արդեն շարժվում ենք դեպի Area 51-ի տարածք։ Ինչպես տեսնում եք, հեռախոսի կապ ընդհանրապես չկա տարածքում։ Արդեն երկրորդ օրն է, որ այս վիճակն է, ընդհանրապես տեղեկություն չունենք մեր ընտանիքի անդամներից, մեր հարազատներից։ Մի խոսքով մեքենայով ճանապարհորդության միակ մյուսներից մեկն այն է, որը լինում ես ամայի տարածքներում, այդ ժամանակ ընդհանրապես կապ չի լինում հեռախոսով, որ գոնե տանիցիների ասես, որ քո հետ ամեն ինչ նորմալ է։ Լարվածությունը ուղղակի սահմաններ չունի բային, քանի որ երևի իմ կյանքի ամենավտանգավոր ու ամենաանթույլատրելի վիդեոն եմ այսօր նկարում։ Օրեն ինչ լույսա վերվարում։ Ռաֆո! Օրեն ինչա։ Area 51-ը հայտնի է իր գաղտնիությամբ, իր առեղծվածային պատմություններով։ Բոլորը խոսում են նրա մասին, որ Area 51-ը այլ մոլորակայինների միակ տարածքն է երկրագնդի վրա։ Դրա համար էլ պետությունը հնարավորինս գաղտնի է փորձում պահել Area 51-ի գոյության մասին։ Մենք գտել ենք շատ մոտավոր կոորդինատներ, որով հիմա շարժվում ենք դեպի այդ տարածք եւ փորձենք այնտեղի տեղացիներից հարց ու փորձ անելով հասկանալ, թե կոնկրետ որտեղ է գտնվում այդ տարածքը։ Այսօր ես տրամադրված եմ, որպեսզի հնարավորինս ուսումնասիրեմ Area 51-ի տարածքում ինչեր է գտնվում եւ հնարավոր է, որ մեզ հաջողվի ինչ-որ բան տեսախցիկով ֆիքսել։ Շատ ու շատ բլոգերներ այցելել են այդ տարածքը ու իսկապես գտել են ինչ-որ փաստեր, որ Area 51-ի ներսում իսկապես կատարվում է տարօրինակ իրադարձություններ։ Նշեմ, որ Area 51-ի հսկողությունը այնքան խիստ ու այնքան ուժեղ է, որ ներկա պահին միակ մտավախությունս դա է, որ կարողանանք մոտենալ տարածքին։ Տարածքը հսկվում է դիպուկահարներով, այսինքն աճուձախ դիպուկահարներ են վերևում, որ եթե ինչ-որ մի վտանգ զգան, միանգամից կրակեն։ Այնպես որ այսօր շատ զգուշ է պետք լինել։ Գնալու ես ինչ անես, դու կրակեն, ըստեղ ունելա ահավոր վտանգավոր է հելան։ Մեր գտած մոտավոր կոորդինատներով 2 ժամ 7 րոպե ճանապարհ ունենք քշելու, որ մոտենանք այդ տարածքին, բայց այ կոնկրետ թե որտեղ է գտնվում, ոչ մի on-line հարթակում ուղղակի չկարողացանք գտնել ստույգ ինֆորմացիա։ Հուսանք, որ շատ բարդ չի լինելու տարածքը գտնելը։
Չեք էլ կարող պատկերացնել հիմա ինչ ապրումներ ունեմ ու այս ճանապարհը տեսնելով ամեն վայրկյան ոնց եմ ավելի սկսում լարվել, որովհետև բացարձակապես ոչ ոք չկա այս ճանապարհի վրա։ Այո, Area 51-ը գտնվում է ամբողջովին ամայի տարածքի հենց մեջտեղում ու դա իսկապես մտածելու տեղիք է տալիս մարդկանց, թե ինչի համար է Ամերիկայի Միացյալ Նահանգները սարքել նման հսկայական տարածք, որի ներսում ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում ու ինչի է այդ տարածքի հետ կապված ցանկացած տեղեկություն պետությունը գաղտնի պահում մարդկանցից։ Այդ բոլոր փաստերը իմանալով ուղղակի անհնար է չկասկածել, որ այլմոլորակայինների հետ կապված ինչ-որ բաներ չի կատարվում։ Հետաքրքիր փաստեր կա գրած, օրինակ 1947 թվականից սկսած ամերիկացիները սկսեցին հավատալ, որ կառավարությունը ունի alien technology, այսինքն լեգենդների համաձայն Area 51-ում ասում են, որ պահվում են այլմոլորակային մարմիններ, թռչող ափսեներ եւ տեխնոլոգիա, որը մարդը չի ստեղծել։ Ոչ ոք դա չի ապացուցել, բայց ոչ ոք էլ չի հերքել ամբողջությամբ։ Այս ամեն ինչը կարդալուց չեք պատկերացնի, թե ինչքան եմ լարվում ու ինչքան եմ վախենում, թե այսօր մենք ինչ ենք անելու։ Այստեղ նաև գրված է, որ տեղացիները պատմում են, որ եթե շատ մոտենաս Area 51-ի սահմանին, կտեսնես մարդկանց առանց անունների, առանց նշանների եւ զինված։ Area 51-ի մուտքի մոտ կան նշաններ, որ ներս մուտք գործելը խստիվ արգելվում է եւ օրենքով խստիվ դատապարտվում է։ Դարպասներից այն կողմ այլ օրենքներ են գործում։ Օրա չեմ համբերում, երբեմ ես մոտենալու Area 51-ին, արդեն չեմ կարողանում ոգևորվածությունը զսպել։ Գնանք միասին տեսնենք, արդյոք կարողանանք ինչ-որ ապացույցներ գտնել, որ այս ամենը իրականություն է, թե ուղղակի հորինված սուտ։ Քշելու ընթացքում ինչ-որ փոքրիկ շինություն նկատեցինք, որի վրա նկարված է այլմոլորակայիններ։ Area 51-ի մոտավոր կոորդինատներին հասնելուն դեռ 35 րոպե ի դեպ կար, բայց ճանապարհին արդեն առաջին նշանները տեսանք։ Սա նշանակում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք մենք։ Ահա որ հետաքրքրում է, թե ինչ է գտնվում ստեղ տարածքում, մինչև ճանապարհը շարունակել է դուրս են գալիս։ Օրա ის ինչ քամի է, Աստված իմ, օրա լավ, ის ինչ է։ Վաու։ Ես ուղղակի ապշած եմ։ Սենց բաները եւս մեկ անգամ փաստում են նրա մասին, որ մարդկանց խոսակցությունները ճիշտ է, ու այստեղ եւս մի հատ սենց կտոր է գտնվում։ Այստեղ սենց փոքր տնակա վրան գրված է. զգուշացեք այլմոլորակայինների տարածք։ Մի խոսքով ինչպես հասկանում եք, ինչքան մոտենում ենք Area 51-ին, այդքան ավելի շատ է նշանները, որ այլմոլորակայիններ իրականում գոյություն ունեն։ Ու հենց այս տարածքում տարօրինակ է, բայց ահա որ քամոտ է։ Մոտավորապես 10 րոպե այն կողմ սենց ուժեղ քամի չկար։ Հիմա մի կերպ եմ կանգնում ոտքերից ու մի կերպ եմ խոսում, նենց ուժեղա քամին։ Փաստորեն սա խանութ է, խանութի պատերը ամբողջովին այսպես այլմոլորակայինների նկարներ է։ Եկեք գնանք մտնենք խանութի մեջ, ինձ իսկապես հետաքրքիր է ներսի աշխատողները վստահ եմ ստեղ մոտակայքում են ապրում, ուզում եմ աշխատողներին հարցեր տամ, տեսնենք արդյոք իրենք տարածքում տեսել են ինչ-որ տարօրինակ իրադարձություններ կամ ինչ-որ նշաններ, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն։ Ստեղ խանութի դռների առջև էլի այսպես բաներ է գրած Welcome to Area 51, բարի գալուստ Area 51, զգուշացում use of deadly force, այսինքն տարածքում կիրառվում են մահացու զենքեր պաշտպանության համար։ Դեռ բավականին երկար ճանապարհ ունենք, որպեսզի հասնենք Area 51-ի մոտ, բայց արդեն շատ է նշանները։ Չեմ հավատում, Աստված իմ, հավատես չի գալիս։ Արա, այս խանութում ամեն ինչը այլմոլորակայինների հետ է կապված։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Չեմ հավատում, այս ինչ խանութ է։ Այս ինչ է։ Յախք։ Ջերկի Area 51-ից։ Այս ինչ զզվելի տեսք ունի այս մսերը։ Ոնց ես։ Գնում եմ ձերոնց մոտ հեսա, գիտես, չէ։ Հեսա գնում եմ Area 51-ի դեմը 24 ժամ անցկացնեմ։ Դե գիտեմ, հա, որ վտանգավոր է լինելու, բայց դե ես չանեմ սենց վիդեոելով անի։ Իսկ կլինի ես հետդ գամ։ Դու էլ ես ուզում հետս գաս։ Նորից ընդեղից դուրս եկի, ինչ ես կորցրել այնտեղ։ Լավ, մի քիչ մեր աշխարհում ապրի։ Հավատես չի գալիս, այս ինչ են արել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այլմոլորակայինի տեսքով, սոկի բաժակներ այլմոլորակայինի տեսքով, նույնիսկ այլմոլորակային մեղու, սես բանով էր տեսել։ Մելեն մեկին նայ, ես ինչ ասերա վիճակը։ Այս խանութի ամենազզվելի մասը այս հետևից ջերկիներն է, որոնց վրա գրված է, որ իբրև այս ջերկիները այլմոլորակայիններն են սարքել։ Խնդրում եմ ես նկարնայ կովեր են, բարձրանում են ուրիշ մոլորակ։ Իսկապես այս խանութի ամենատարօրինակ հատվածներ, այս ամեն ինչը ոնց կարելի է սենց բաներ ստեղծել ուղղակի, ինչ զզվելի տեսք ունեն։ Հենց մեկը նայեք այլմոլորակայինի սլայմով ըմպելիք։
I'm so sorry, hi. I'm a YouTuber, I came to shoot Area 51. How can we go there? We have a sign right here that tells you. So all you can do, and I think you can take pictures and stuff. I don't know too much about it. And then just don't like disrupt it. So don't go under it, don't touch it or anything. So you'll see if you look at that sticker right there that says warning, that's what you're gonna see. Ուրեմն այս աշխատողին հենց նոր հարցրեցի, որն է ճիշտ ճանապարհը գնալու Area 51 դեպի, ասեց այդտեղ գրություն կա, որտեղ ցույց է տալիս կոնկրետ տեղը, թե որտեղ է գտնվում Area 51-ի դարպասները։ Նկարում ենք այս գրությունը, թղթի վրա կոնկրետ գրված է, թե ոնց կարող են գտնել իրական Area 51-ի դարպասները։ Չեմ ամփոփում երբ ենք հասնելու։ Do you know if I can stay overnight there or no? I'm not sure. There's a bar out there, like a restaurant bar called Little Alien Inn. Yeah. If you go there, they would know. Խանութի աշխատողը մոտավորապես բացատրեց, թե որտեղ է գտնվում իրական Area 51-ի դարպասները, արդեն ժամանակն է շարունակելու ճանապարհը, գնացինք։ Մոտավորապես 30 րոպե եւ մենք կլինենք Area 51-ի տարածքում։ Որա սիրտս գնալով արագ է սկսում աշխատել։ Մանկուց շատ եմ տեսել վիդեոներ Area 51-ի հետ կապված ու միշտ երազանք է ինձ համար եղել այցելել Area 51 ու հիմա կարծես երազ լինի, ոնց որ իրականություն չլինի։ Չեմ հավատում, որ այսօրը վերջապես եկել է։ Ժորժ չեմ հավատում, էլի այլմոլորակայինի թեմայով խանութ գտանք, բայց ես մեկը էս ինչ տարօրինակ տեսք ունի, աջ ու ձախ տարօրինակ նշաններ է։ Խնդրում եմ միած տեղն այ կողքերը ոչինչ չկա, բաց անապատ է, ընդամենը միած այսեն շինությունը անապատի մեջ տեղում։ Այսօր ենք հայտնվել։ Այս խանութը ավելի տարօրինակ է։ Այն ինչ տեսք ունի, Աստված իմ։ Հենց հիմա մեկնաբանություններում գրիր, արդյոք դու հավատում ես այլմոլորակայինների գոյությանը, թե ոչ։ Ես ահա որ շատ եմ հավատում այլմոլորակայինների գոյությանը, որովհետև անհնար է այս հսկայական տիեզերքում այսքան շատ մոլորակների մեջ միայն մենք լինենք։ Դրա համար հոգուս խորքում ես հավատում եմ, որ ուրիշ մոլորակներում նույնպես ապրում են այլմոլորակայիններ։ Հավատս չի գալիս։ Ռաֆա, ես ինչ նկարներ ա դրած այս խանութում, Աստված իմ, այս ինչ էր այս խանութը։ Աշկերտի չեմ հավատում, որ նման խանութ գոյություն ունի մոլորակի վրա։ Դու տեսա՞ր այդ նկարները։ Աբսուրդ է։ Ես տենց ահա որ նկար կյանքումս չէի տեսել։ Շարունակում ենք ճանապարհը։ Ռաֆ, հաշված րոպեներ ա մնացել, որ հասնենք։ Քո մոտ իր զգացումը։ Ուրախ։ Անկեղծ ուրախ։ Այո։ Լարվածություն չկա։ Ոչ։ Ինչու։ Դե ես ծանոթ եմ, շուտ եմ գալիս տեղ աշխատանքի։ Այլմոլորակայիններ հետ ես աշխատում, հա։ Հա, պրոստը չեմ ուզում ցել դամ բարեգ ապայի հետ ոնց չեմ ուզում տենց իրացոտ քեզ տալամ։ Գիշերը քնենք ու դամ։ Դու ո՞ւմ ես խոսում։ Դե դու ստեղ։ Ձևը անում չեմ խոսում։ Ստե կապ չկա, ամե ոնց կարելի դու խոսայր հեռախոսով, այդ ով էր։ Բացել է շուտ։ Էս ով է։ Ընկերս ա, ով է։ Այսինքն ընկերդ է, Ռաֆո, ոնց կարա ինքը ընկերդ լինի։ Ոնց կարաս դու ընկերս լինես, ինքն էլ է ընկերս։ Դու եք քո ընկերն է, հա, վեկա։ Շփվեք, չխանգարեմ ձեզ։ Հուսով եմ խանութի աշխատողը մեզ ճիշտ ճանապարհն ասել ու հիմա մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս ինչ ուժեղ փոթորիկա սկսվում դրսում, աչքիս այս գիշերը բավականին բարդ ենք անցկացնելու։ Փոթորիկը գնալով ուժեղանում է ու մնում է գիշերը ուժեղ անձրև չկա։ Մենք արդեն ասենք Google-ի տված կոորդինատների տեղը, բայց կողքերումս դեռ չեմ տեսնում Area 51-ի դարպասները։ Այստեղ ճանապարհին կանգնեցինք, որովհետև ինչ-որ sense մեքենա տեսանք, որի վրա կախված է այսենց այլմոլորակայինի թռչող ափսը, որի վրա ցանկանում եմ իմ հետքը թողնել։ Մի վարքյան եկա։ Հեսա մի հատ բան եմ բերում գամ։ Հսկայական հավատաքեզ լոգո։ Այո, սա պետքա տեղ գտնի Area 51-ի այս թռչող ափսեի վրա։ Հավատաքեզը արդեն Area 51-ի տարածքում է թռչող ափսեի վրա, բայց տեղից թե ուր պետքա շարունակենք ճանապարհը իսկապես չգիտեմ։ Մոտակայքում ընդհանրապես չի երևում ոչ մի դարպաս։ Այստեղ ինչ-որ փոքր տուն կա, որի վրա էլի այլմոլորակային է նկարած։ Չգիտեմ սա ինչ տարածք է, բայց հիմա կմտնենք ներս, տեսնենք կգտնվի տենց մի մարդ, ով կօգնի մեզ գտնենք տարածքը։ Hi, how are you? I came to shoot a YouTube video around here. Gotcha. I must inform you, we have a no audio video policy inside.
Ներսում ես չեն թողում նկարենք, այժմ թաքուն եմ նկարահանում, չգիտեմ խի ասես մի անգամից անջատի տեսախցիկը, բայց մի բան տարօրինակ է ու ներսում բոլոր մարդիկ շատ տարօրինակ են։ Area 51, is it near here? Yeah, so 1.7 miles down that way, southwest. So the first right is on the other side of this field in that house. Half a mile, your first right is to the gas station. You go another mile beyond that, and then the second right. Ներսի աշխատողը մեզ ասեց կոնկրետ տեղը, բայց ժողովուրդ, այս ինչ տարօրինակ էր ներսում ամեն ինչ ու այս ինչ տարօրինակ աշխատող էր։ Հենց մտանք ներս, մի հատ ուրիշ մարդ էր կար ներսում, վերից ինչ որ սերտիֆիկատ տվեց այդ մարդուն, սերտիֆիկատի վրա գրված էր այլմոլորակայիններին ճանաչելու համար, ու ներքև այդ մարդը ստորագրեց։ Ահա որ տարօրինակ բաներ էր ներսում։ Oh, okay, sorry. Հենց տուն մեկ էլի դուրս եկա, ասես ինչ եք նկարում, տարածքում չի կարելի նկարել։ Ամեն ինչ արդեն ահա որ տարօրինակ է դառնում։ Ես չգիտեմ թե ներսի մարդիկ ինչ են թաքցնում, բայց վստահ եմ իրանք ինչ-որ բաներ գիտեն, որ չեն ուզում ոչ մեկ իմանա ու չեն ուզում տեսախցիկով նկարանվի այս իրանց տարածքը։ Էս ուր ենք հայտնվել։ Լուրջ վախում ես արդեն։ Ժողովուրդ, այս մարդն էր, որ ինչ-որ սերտիֆիկատ տվեցին այլմոլորակայիններին ճանաչելու համար։ Ահա որ տարօրինակ է այս ամեն ինչը։ Գնանք մեր այդ մարդուց մի երկու բան հարցնենք։ Արի Ռաֆ, մենակ չգնա։ Hi, one question. Have you been in Area 51 gate? How we should go there? Even I haven't been, but this is what they gave me. They gave you this. Այս մարդը մի հատ թուղթ մեզ տվեց, ասես ճանապարհը ստեղ գրած է, թե ոնց պետք է գնանք։ Thank you so much. Yeah. Այս այդ մարդն էր, որ ինչ-որ սերտիֆիկատ տվեցին այլմոլորակայիններին ճանաչելու համար։ Ես իսկապես չգիտեմ, թե այս ռեստորանի ներսում ինչ է կատարում, բայց բոլորը ահա որ տարօրինակ էին ու շատ վատ մեզ նայեցին, որ մտանք ներս։ Միանգամից հենց տեսան տեսախցիկա ձեռներս, արագ գոռալով ասին անջատեք։ Թաքուն մի քանի բան հասցրել ենք ֆիքսել։ Նորել այս մարդուց իմացանք, թե որտեղ է իրական դարպասները Area 51-ի։ Շարժվում ենք դեպի այնտեղ։ Այս ինչ տարօրինակ մարդիկ են դուրս գալիս ռեստորանից։ Այստեղ ասեցին, որ պետք է բենզալցակային մի հատ կանցնենք։ Հիմա ուշադիր եղի, եւս մի հատ էլ աճ է ստենալու։ Բայց ուր աչքիս անցնենք այդ մարդու ասած տեղը։ Կա խապեցին մեզ Ռաֆ։ Էսա, այս ճամփեն է ոնց որ։ Այստեղից աչարա աճ։ Մենք արդեն գտնվում ենք բացատրած ճանապարհի վրա։ Ասես կեղտոտ ճանապարհը ոչ մի ասֆալտ չկա ու կարծում եմ ճիշտ են գնում։ 20 կիլոմետր այսենց ուղիղ պետքա գնանք, ուրիշ ոչ մի բան չկա ու ճանապարհի ծերը լուրջ եմ ասում չի երևում։ Հասանք sense մի հատ տեղ, որտեղ 1, 2 եւ 3 ճանապարհ կա։ Քանի որ մենք 3 հոգի ենք եւ ճանապարհն էլ 3 կողմ է տանում, հիմա պետքա քվեարկենք ու հասկանանք, թե այս 3 ճանապարհից որ մեկով պետքա գնանք։ Չգիտեմ, ես կարծում եմ կամ աճ ճանապարհով պետքա գնանք, կամ պետքա գնանք մեջտեղի ճանապարհով։ Ասա դու ինչ ես ասում, որ ճամփով։ Ես էլ մեջտեղ։ Իրականում ես էլ եմ կարծում մեջտեղի ճանապարհն է ճիշտը։ Եկեք գնանք մեջտեղի ճանապարհով։ Որը հավատես չի գալիս։ Ճանապարհի ամենավերջում արդեն երևում է դարպասները։ Այս ինչ տարօրինակ տեսք ունի։ Որ այս ինչքան փշալարեր ու ինչքան տեսախցիկներ կա։ Երեքս ուղղակի քարացել ենք ու ուշադիր նայում ենք այս տարածքին, որովհետև միայն վիդեոներով ենք տեսել այս ամեն ինչը ու հիմա հավատես չի գալիս, որ մենք վերջապես այստեղ ենք։ Քանի որ դրսում անձրև է գալիս, ես ինձ հետ բերել եմ անձրևանոց, որը կհագնեմ ու նոր դուրս կգամ։ Հաշվում եմ մինչև 3-ը եւ դուրս ենք գալիս։ 3, 2, 1։ Մենք ստեղ ենք, նա չեմ հավատում։ Ինչ ձեն է։ Հարի գնանք մոտիկ մի հատ կարդանք, տենանք ինչեր է գրած։ Գրածա որ նկարահանումը արգելված է ստեղ, բայց դա մեզ այս պայն այնքան չի հետաքրքրում։ Եկել հասել ենք, պետքա հնարավորինս շատ կադրեր ֆիքսենք։ Գրածա եթե մտնես ներս $1000 տուգանք եւ 6 ամիս ազատազրկում բանտում։ Այս մյուս կողմում դրոնի նշան է ու վրան քաչա, դրոն նույնպես չի կարելի տարածքում թռցնել։ Այս ինչ ձեներ է գալիս։ Լսում ես։ Վերևի հատվածում կամերաներ է ու որ կողմ շարժվում ենք, կամերաները շարժվում է մեր կողմ։ Մենք հիմա հսկողության տակ ենք ու հիմա տեսնում են, թե մենք ինչ ենք անում։ Ներսի հատվածում ամբողջովին փշալարեր է, որ հանկարծ եթե թռնես այս ճաղերից այն կողմ, միանգամից փշալարերը քեզ բռնեն։ Ոնց մի հատ ստեղ նայեք։ Ամբողջովին փշալարերով տարածքը փակ է։ Աստված իմ ձեռքերս կապտել է։ Ամբողջ ճանապարհի մեջտեղում միայն մենք ենք ու մեր մեքենան։ Այս ինչ ուժեղ քամի ու փոթորիկ է։ Եկեք գնանք այն կողմի վրա տեսնենք ինչ կա։ Աստված իմ, տենաս միշտ ստեղ սենց եղանակ։ Կապտել է ձեռքերս։ Ստեղ էլի ինչ-որ նշաններ կա, արի։
Կրկին գրած է, որ չի կարելի ստեղ նկարահանել։ Փշալարերից այն կողմ այսպես պատ կա, ամբողջովին փակ է ու էլ ոչ մի բան չի երևում։ Ինչքան որ հնարավոր է, ինչքան որ եղանակը թույլ կտա, ես այսօր պետք է այս տարածքը հնարավորինս ուսումնասիրեմ ու փորձենք գիշերը անցկացնենք այստեղ։ Մարդես կարող է ինչ-որ բաներ կարողանանք նկատել, մեզ հաջողվի ինչ-որ բաներ ֆիքսել տեսախցիկով։ Լրաֆոյ վիճակը օրոքիթը ծառել է։ Հա։ Տեսախցիկի վրա այսպես տոպրակ են քաշել, որ չթրջվի, չնայած արդեն ամբողջովին ջուր է։ Արի գնանք Area 51-ի մյուս կողմը նկարենք։ Արա, այս ինչ էր։ Իսկ ինչ է։ Ինչ-որ կոնֆետի թուղթ է, ոչ մի արտասովոր բան չկա, բայց հուսանք մեզ կհաջողվի ինչ-որ հետաքրքիր բաներ այսօր տարածքից գտնել։ Լսում ես, անդադ ինչ-որ ծնգոցներ ա գալիս ներսից։ Նայ, էսի մուտքը որ անցնում ես, ընդ մի հատ էլ մուտք կա։ Մի հատ ես անցնում, մի հատ դեռ դարպասներ կային ես անցնում։ Հետո այս դարպասները որ անցնում ես, եւս մի հատ էլ դարպաս այն կողմը կա։ Գրածած ցույց տուր page-ից, որ նոր մտնես։ Պապան հանգիստ իր համար նստած է։ Շատ խնդալու է, ինչ հանգիստ իր համար անցկացնում ու մենք կապտել ենք արդեն։ Պետքա ձեռնոց վերցնենք, բայց դե ով իմանար, որ սենց ուժեղ անձրև կսկսեր։ Խնդրեմ, նույն բաները այստեղ ակպցրած։ Չեք պատկերացնի, թե ինչ տիպի հետաքրքրված եմ, թե ինչ է կատարվում հիմա ներսում ու ինչի է այս կարգի շատ փշալարերը ու դարպասները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են, որ ներսում ռազմական բազա է, բայց ժողովուրդ այնքան չեմ հավատում, որ ներսում ռազմական բազա է։ Եթե իսկապես ռազմական բազա լիներ, ապա այսքան փշալարեր ու այսքան դարպասներ մի տեղում անհնար լիներ։ Ու եթե իսկապես ռազմական բազա լիներ, հիմա մարդիկ այսքան չէին խոսա այլմոլորակայինների մասին ու այլմոլորակայինների թեորիան չէին կապի այդքան Area 51-ի հետ։ Շորերս ու կոշիկներս ցեխի մեջ ուղղակի կորում է։ Մենք իսկապես դրսից սրտին չդիմացանք, մի պահ մտանք ներս ու Ռաֆոյի ձեռքերը այսպես տոպրակով կապում ենք։ Քանի որ մեր մոտ ձեռնոց չունենք ու մի ձև պետք է այս սրտին դիմակայենք։ Ժամանակն է էլի ուսումնասիրելու տարածքը։ Գնացինք։ Այս ինչ ցուրտ է, սառնամանիք է պրոստը։ Ահա որ ոսկորների մեջ մտնող ցուրտ է։ Այս ինչ է, լարի, չոր ճղած շալվար է, գտնվում հենց գեյթի առաջ։ Մի վարքյան տարօրինակ չի էսի քո համար։ Չոր անհասկանալի ձև է, ճղած ու խի է էսի ստեղ հիմա։ Թողում ես դռների մոտ։ Այս ինչ ցուրտ է, էլ չեմ դիմանում լուրջ։ Ու պատկերացնում ես գիշերը ուղիղ 24 ժամ պետք է մնանք ստեղ մեր մեքենայի մեջ։ Հուսանք ապահով անցնելու գիշերը ու ինչ-որ բաներ կկարողանանք նկատել։ Այս ինչ է, լարի, ջարդված է։ Այնքան ուժեղ քամի է եղել, տվել ջարդել է։ Սարսափելի անծայրած իր այս տարածքը։ Արա հավատես չի գալիս։ Կրակելու տեխնիկայի մասին ինչ-որ բաներ է գրած։ Ես վիդեոյում նշեցի, որ տարածքը վերահսկվում է դիպուկահարներով, այսինքն ամեն անգամ դրսի կողմից ինչ-որ վտանգ են զգում, միանգամից կրակում են։ Ու իսկապես շատ տարօրինակ է, որ այս թուղթը հիմա ստեղ է։ Ձեռներս ահավոր ցեխոտ է։ Խնդրում եմ, բայց մտես տեսարանը նա ինչ էպիկ է։ Միայնակ մենք ենք ու մեր մեքենան այնտեղ կանգնած։ Ասեմ քեզ ահագին հեռվասել ենք մեքենայից, գիտես չէ։ Ցանկապատը միջև ուր է տենց գնում։ Այս փշալարերով ցանկապատն ու այն կողմի վրա կարանք շատ հեշտ ու հանգիստ ռաֆանցնենք արդեն։ Այն կարան այս պատը փակած է։ Այսինքն սենց անցնում ենք, մի հատ հաստ պատել, այնտեղից պատը սկսում է։ Խնդրեմ, նույն բաները, ինչքան հեռվանում ենք, մեկա նույն բաներից բոլոր տեղերում կպցրած է։ Ուղղակի թարսի պես ինձ վատ եղանակ է, որ 1000 անգամ ավելի բարդացնում է այս process-ը մեր համար։ Օրեն ինչ է, Ռաֆո։ Լարի, չեմ հավատում։ Աստված իմ։ Գիտելիքներ այլմոլորակայինների մասին։ Արա, բայց այս հիսկական է, չեմ հավատում։ Կա մարդ է բեր այստեղ գցել։ Էսի։ Տարօրինակ է, չէ։ Սա այդպես Լոս Անջելես եմ տանել ու դնեմ իմ ստուդիայում։ Ապշած եմ ուղղակի։ Վաու։ Մի հատ արեցի կարդանք։ Area 51 Top Secret Research Facility, այսինքն թաքուն որոնումներ անող կենտրոն։ Շանգոտած այնքան մնացան անձրևի տակ։ Բայց կարող է չպետք է սրանք վերցնենք։ Դե գցած էր գետին։ Կարող է լիսենց կպցրած ա եղել ու չի կարելի հիմա սրանք վերցնել ստեղից։ Կարող թողենք տեղը։ Գրած չի որ չի կարելի։ Վստահ ես։ Այո։ Նա եթե մի բան եղավ դու ես պատասխան տալու, ես ասել եմ արի թողենք։ Ես էլ եմ տենց ասել։ Արի պապային ցույց տանք։ Պապ, հələ ինչ ենք գտե։ Ստենայ։ Այնտեղ գցած էր, հələ ես մեկը նայ։ Այդ ինչ է։ Չեմ հասկանում, բայց ինչ-որ այլմոլորակայինների հետ կապված բաներ է գրած։ Վերցնենք սրբենք, մեր հետ կտանենք։ Բավականին սառեցինք, առաջարկում եմ մի քիչ մտնենք տաքանանք էլի։ Ամբողջովին ոտից գլուխ ջուր է եղել, դրա համար ինձ փոխվել էր պետք։ Ժամն էս բան 4:57 է, ուղիղ 20 րոպեից արդեն մութը ընկած կլինի։ Ներսում շատ ուժեղ ջրուցում ենք միացրել, մի հատ լավ տաքանանք։ Կարծում եմ հետո էլ հազուտենք, որտեվ սոված մեռնում ենք ու փորձենք գիշերը անցկացնել Area 51-ի առջև, տեսնենք թե ինչեր է մեզ այսօր սպասվելու։ Հասկանանք ինչ ենք ուտելու Area 51-ի առջև։ Ստեղ ունենք sense բրինձ ու ունենք հավ։ Հիմա հասկանանք։ Որից եք ուզում ասեք, հա? Orange chicken, ձուկ չկա։
Մենակ ես կարամ Area 51-ի առջև հավի դոշ սարքեմ։ Լուրջ եմ ասում, ինչքան բլոգեր այսքան ժամանակ եկել է Area 51, ոչ գիշերն է կարացել ստեղ մնա, ոչ էլ առավել եւս ուտելիք է կարողացել հենց դարպասների առջև սարքել։ Մեր հավի միսը լավ չստացվեց, դրա համար ունեինք այստեղ այսպես բրինձ, այս բրինձն ենք մի հատ լավ տաքացնում, հուսանք համով կլինի։ Մեր բրինձը վերջապես պատրաստ է ու նորմալ բան կուտենք, մնում է համեղ լինի։ Մեզ բարի ախորժակ։ Օ, համով է։ Հրիկեր, փորձել ես։ Ոնց է։ Ուզում եմ։ Լավն է, չէ՞։ Կրկին հագնում ենք մեր վերարկուները, ոնց քաշում ենք ու այս անգամ արդեն գլխից դնում եմ այս լույսը։ Ժամանակն է կրկին դուրս գալու, գնացինք։ Այլ մոլորակայիններ Կարոն գալիս է, դիմավորեք։ Եղանակը ավելի ցրտեց։ Էդ ինչ դներ, լսեցի՞ր։ Շվոց է ուժեղ։ Հա՞։ Էլի, էսի այդ ջրջռում աչքիս։ Տաղում է տակով անցնեմ։ Չաղա իսի դեբիլ է։ Խի, ինչ պետք է ելնի մի հատ տակով անցնեմ։ Եզություն կանես պրոստը։ Հա, մի հատ տակով անցնում եմ։ Նորմալ է, բան չի լինի։ Մի արա անասուն բան։ Մի $1000 տուգանքա կվճարենք։ Մեկ է 6 ամիս նստած, կամ երկուսն են գրածա։ Լավ կարտագոն է warning-ները։ Okay, կես տարի կգնամ բանդ կնստեմ $1000-ից ծրավ զատո լավ կոնտենտ կունենամ։ Հա? Okay։ Արիստե այդ դեբիլ։ Էս դեբիլ է։ Օй։ Դայ նկա։ Օրո, ուր է սարը։ Օրո լույսերը անջատվեց։ Օրո սիրտս։ Օրո ის ինչ էր։ Ինչ եք դուք մեզանից հագցնում։ What are you hiding there։ Այդ դեբիլ արի հելանք։ Ինձ ահավոր հետաքրքիր է, բայց ինչա կատարվում։ Խի լույսերը անջատվեց։ Էդի հաստատ նկատել են, մոտիկացել եք, անջատել են, էլի։ Մի բան հագցնում են։ Կարծում ես լույս անջատելը զգուշացում, հա։ Չեմ կարծում, այլ վստահ եմ, Կարո ջան։ Հաստատ։ 100%։ Ինչ անենք, ասա։ Չգնանք էլ դուրս։ Կարծում եմ, չէ։ Հաստատ ստեղ մի բան կատարվում է, ինչ որ մի բան մեզանից թաքցնում են։ Հələ արի Ռաֆա։ Հələ ուշադիր խնդրում եմ, արի երկինք նայենք։ Նեն ինչ որ բան տենում ես։ Հա, արա։ Նայ հակառակողի շլագվամը բացվել է։ Չէ, ես sense չեմ կարա, ես պետքա դուրս գամ գնամ։ Մի բան ոնց որ կիսատ թողած լինենք, արի։ Հասկանում ես, որ լույսերը անջատել են, կամերաները ստուգում են ու երկրորդ բանն է բացել են։ Հասկանում ես, որ չես կարա գնաս այնտեղ։ Դե մի եզություն արա։ Պետքա գնամ։ Արա դու հանգստացի, սա կամերաներով նայում են։ Գնալու ես ինչ անես, դու կրակեն, անցի եկար առաջ։ Ռաֆ, այսքան ճանապարհ ենք եկել, ասե գիժ ես դու։ Չեմ ասում մոտի գնանք, ուղակի արի, դուրսը կանգնենք, կամ մի բան երևա։ Ինչ երևա, սա մութ է, ըստեղ մնալա ահավոր վտանգավոր է հելանք։ Արա ես ինչ կամի սկսեց։ Արա ինչ լույսա վերևը առում։ Ռաֆո, արա վերևը նայ։ Ինչ լույսա վերևը։ Արա ինչ է։ Արի արագացնա, մտի ներս շուտ, փակի դուրը, պապ նստի քշի, պապ, արագ, արագ ստե մնացող չկա, նստի արագ, պապան ճիշտ էր ասում, ես գուշացում է, կորավարա, ստե մի բան կատարվում է, հաստատ, ճիշտ էր ասում, այդ լույսերը որ անջատվեց, հաստատ 100% ես գուշացում էր, ուղիղ 5 վայրկյան լույս վառեց վերևից, հենց Ռաֆոն եկավ դուրս, արագ անջատվեց, մեքենայի լույսերը անջատում եմ, քշի գնանք ստեղից շուտ։ Դե ինչ ուղիղ 3 ժամ արդեն անցել է, բավականին հեռու տեղ փորձեցինք քշենք Area 51-ից հնարավորինս հեռու, մոտավորապես 1.5 ժամ քշելու հեռվացել ենք, փոքր-ինչ ապահով տեղ ենք փորձել գտնել, հենց այստեղ էլ գիշերը կքնենք, այնինչ ուղիղ 3 ժամ առաջ կատարվեց, կարծում եմ բոլորիդ էլ արդեն պարզ էր թե ինչ էր, սկզբում ուղղակի լույսերը անջատվեց, ու փաստորեն դա զգուշացում էր, որ մենք պետքա լքենք տարածքը, անցավ մոտավորապես 15 րոպե, դուրս եկանք, դուռը բացեցինք, հենց Area 51-ի վերևում միանգամից տեսա ինչ-որ շողացող բան, որն ուղղակի կյանքից տեսած ամենատարօրինակ բանն էր։ Քանի որ վաղը շատ կարևոր օր է, ուղիղ 2 ժամ ճանապարհ ունենք քշելու, որպեսզի գնանք ու հասնենք Clown Motel։ Clown Motel-ը գտնվում է Նևադա նահանգի խորքերում գտնվող մի փոքրիկ ու շատ հին քաղաքում։ Ծաղրացուների մոթելի անմիջապես հենց կողքին գտնվում է մի գերեզմանոց, որտեղ թաղված են շատ վտանգավոր հանցագործներ եւ մի շարք դժբախտ պատահարների զոհեր։ Ծաղրացուների մոթելը ունի շատ հետաքրքիր ու առեղծվածային պատմություն, որի մասին լսելիս վստահ եմ, որ դու նույնպես կսարսափես։ Ինչ ես տեսել, արա։ Աշկերտից չեմ, հագնվեք, գնում ենք ստեղից, հագնվեք, չեմ մնալու այստեղ։ Հորս արև արա։
Մի խոսքով վաղը շատ սպասված ու կարևոր օր է։ Ես գնացի քնելու, իսկ դու սպասիր հաջորդ շաբաթօրվա վիդեոին հենց ծաղրածուների մոթելից թեժա լինելու։ Չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, որպեսզի ոչ մի պարագայում բաց չթողնես։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթօրը հենց Clown մոթելից։ Ցտեսություն։